Սերժ Սարգսյանը այդ Ամերիկայից գալուց հետո Վազգենին այնտեղ ցույց էին տվել մեր այսպես ասած նոր միլիոնատերերի ցուցակը, որոնք փողեր ունեն, բանկերում եւ այլն։ Դա Վազգենին ջղայնացրել էր սաստիկ, որովհետեւ նա վիրավորվել էր, թե ինչի պետք է Իրան ինչ որ մի ամերիկացի ասի, թե գիտես քո մոտ հայերը, տես ձեր հայերը, ընդ որում իր անգերները, ծանոթները փող են գողացել ու շատ են գողացել։ Նա շատ էր վիրավորված։ Ու ինձ ասեց, որ քո մոտ կգան մարդիկ, որոնք կամավոր հիմունքներով կհամաձայնվեն փող ներդնել տնտեսության զարգացման մեջ։ Ну, հասկանալի է, թե ինչ կարգի կամավոր։ Առաջի կամավորականը եղել է Սերժ Սարգսյանը։ Եկել է ինձ մոտ եւ ասել, որ պատրաստ է դնել $200 միլիոն։ Հետո հաջորդ։ Իհարկե, նրանք չդրեցին այդ գումարները, որտեղ 27-ը փրկեց եւ այդ 200 միլիոնից եւ այն ստուգումներից, որ սկսել էինք սեփական արժանավորված օբյեկտների օրինականության շուրջ մենակ կոնյակի գործարանում արկա էր $800 միլիոն հումք։ Գործարանը վաճառվեց $27 միլիոն կարծիք։ Վազգենը կատեգորիկ դեմ էր այդ վաճառքին, բայց Ռոբերտը ամեն ինչ արեց, որ դա լինի, ամեն ինչ։ Եվ էլի շատ բաներ, որոնք Վազգենին համոզել էին, որ եւս 1-2 տարի եւ Հայաստան չի մնա, դրանով ինքը գնաց վարչապետ։ Պարոն Շիրխանյան, հետ գալով այսօրվա օրերին, տեսնում եք ինչ ահռելի արշավ է նոր իշխանությունների դեմ հող հանձնելու մեղադրանքների հետ կապված, որ նորեր եկել են հող հանձնելու, Քոչյանի կալանավորել են, որովհետև այդպիսի դեպքեր, նույնիսկ այսպիսի մեկնաբանություններ կան։ Ինչ դիտարկումներ ունեք։ Ну, անհեթեթություն, բառացիորեն անհեթեթություն։ Հող հանձնողները խոսում են չհանձնողի վրա։ Լինում է, կյանքում այդպիսի բաներ լինում է։ Ես ամենից շատ վախենում եի դրանից, որ Նիկոլ Փաշինյանը ինչպես կդրսևորի իրեն որպես ազգային կերպար։ Բայց ելույթը եւ Թեհրանում եւ Վանեցյանի ելույթը Ղարաբաղում ոչ մի հող չունենք տալու